Հարգելի նախագահներ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում մի շարք գերատեսչությունների 2026 թվականի բյուջեով նախատեսված բյուջեի նախագծով նախատեսված առաջարկվող միջոցների հատկացումը, առաջին գերատեսչությունը, որը կներկայացնեմ, դա Արդարադատության նախարարությունն է։ Նախարարությանը 2026 թվականին առաջարկվում է հատկացնել 24 միլիարդ 3 միլիոն դրամ, որը 187 միլիոն դրամով ավելին է, քան նախորդ, այսինքն 2025 թվականի բյուջեով նախատեսված գումարը։ Երկրորդ գերատեսչությունը դա բարձրագույն դատական խորհուրդն է, որտեղ առաջարկում ենք հատկացնել 16 միլիարդ 845 միլիոն դրամ, որը 308 միլիոն դրամով ավելի փոքր է, քան 2025 թվականին նախատեսված բյուջեն։ Դատախազությանը առաջարկում ենք նախատեսել 712 միլիոն դրամով ավելին, կամ 10 միլիարդ 638 միլիոն դրամ։ Սա հիմնականում պայմանավորված է ապառատային ծախսերի որոշակի ավելացմամբ։ Պետական վերահսկողության ծառայությանը առաջարկում ենք հատկացնել 168 միլիոն դրամով ավելին, կամ 1 միլիարդ 102 միլիոն դրամ։ Սա պայմանավորված է որոշ ֆունկցիաների պետական վերահսկողության ծառայություն տեղափոխման հանգամանքով և հաստիքների ավելացման հանգամանքով։ Ազգային ժողովին առաջարկվում է հատկացնել 68 միլիոն դրամով ավելի քիչ, կամ 7 միլիարդ 4 միլիոն դրամ։ Հանրապետության նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել 40 միլիոն դրամով ավելի քիչ, կամ 1 միլիարդ 618 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմին առաջարկվում է նախատեսել 1 միլիարդ 520 միլիոն դրամով ավել, կամ 25 միլիարդ 804 միլիոն դրամ։ Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջարկվում է հատկացնել 7 միլիարդ 20 միլիոն դրամով ավելին, քան 25 թվականին, կամ 7 միլիարդ 513 միլիոն, սա պայմանավորված է մյուս տարի պլանավորվող ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում ենք հատկացնել 15 միլիոն դրամով ավելի քիչ, կամ 405 միլիոն դրամ։ Եվ վերջում ամենակարևոր մարմինը Սահմանադրական դատարանը առաջարկում ենք հատկացնել 41 միլիոն դրամով ավելին, կամ 912 միլիոն դրամ։ Այսքանը, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, առաջին հարցի իրավունքը տալիս եմ պարոն Թունյանին, պարոն Թունյանը